Դե ինչ վերադարձանք եւ արդեն մեր տաղավարում են այսօրվա մեր առաջին հյուրերը։ Սպասվում են կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունների միջազգային պրեմիերաները։ Հայաստան, Վրաստան, Լեհաստան, բացի այս սպասվում է Հայաստանում առաջին անգամ Արչելո թավջութակների միջազգային փառատոնը, որի շրջանակներում եւս կնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Մեր տաղավարում են Մարտին Ուլիխանյանն ու դուստրերը։ Այո, Լիաննան եւ Վիկտորիան, բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսում եք մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Դե սկսենք նրանից, թե ինչ պրեմիերաներ են մեզ սպասվում։ Մի քանի օրից մեկնում եմ Լեհաստան, որտեղ առաջին անգամ կատարվելու է իմ նոր ստեղծագործությունը 4 թավջութակի եւ Լարայի նվագախմբի համար։ Կատարելու են շատ, այսինքն թավջութակարների մեջ շատ հայտնի թավջութակարներ, ինչպիսիք են Վենսին Յանգը, Կարցևը, Աթանաս Կրացևը եւ Դենիս Սևերինը, որի հենց փառատոնն է դա այդ Արչելոն, նաեւ կհնչի իմ նոր ստեղծագործությունը Բախի, Յոհան Սեբաստիան Բախին նվիրված, իր ծննդյան օրվան նվիրված, որը գրված է թավջութակի եւ էլեկտրոնային հնչողությունների համար, որը նույնպես առաջին անգամ է կատարվելու Լեհաստանում, այնուհետև մյուս ամիս Մադրիդում եւ նաեւ Բուլղարիայում է կատարվելու այս ստեղծագործությունը։ Նաեւ մոտակա ուրեմն ամսի 16-ին մեզ մոտ տեղի ունենալու իմ երրորդ Լարային կվարտետի ուրեմն կատարում, դա պրեմիերա չէ 2008 թվականի գրված ստեղծագործություն է, բայց կատարվելու է Միրզոյանի անվան Լարային քարյակի կատարմամբ, որը հիանալի Լարային քարյակ է մեր մոտ, եւ ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում է դա լինելու, շատ ուրեմն այս տարի է մեկնարկել այդ փառատոնը, որտեղ ընդգրկված են հիմնականում հայ կոմպոզիտորներ եւ նաեւ արտասահմանյան 20-րդ դարի եւ 21-րդ դարի կոմպոզիտորներ, որը կազմակերպված է այդ փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից եւ Սերգեյ Սմբատյանի կողմից։ Ոսկով շատ հետաքրքիր փառատոն է դա։ Մոտակա դա եւ նաեւ մենք սպասում ենք, որ հունիսի 19-ին կարծեմ, արդեն ֆիքսված է, որ Գյումրի կամերային նվագախումբն է, որը կամաց-կամ արդեն շատ բարձր որակի է հասել այդ նվագախումբը, շատ ուրախալի է դա եւ ես շատ երջանիկ եմ, որ իմ ստեղծագործություններից բաղկացած մի համերգ են կատարելու բազմաթիվ մենակատարների մասնակցությամբ նաեւ Մոտարապես այդպես։ Պարոն Ուլիխանյան, այդ նշեցիք մի քանի երկիր, նշեցիք, որ մի քանի օրից գնում եք Լեհաստան, մենք նշեցինք, որ նաև համերգ լինելու է Վրաստանում, դուք նշեցիք նաև քաղաք Մադրիդը։ Այ օրինակ որպես կոմպոզիտոր, երբ կոմպոզիտորը գրում է ստեղծագործություն, նա արդեն պատկերացնում է, թե որ երկրում եւ որ հանդիսատեսին ինչ ազգությանը պատկանող հանդիսատեսի համար է նա գրում այդ երաժշտությունը, թե այնուամենայնիվ երաժշտությունը այն միակ լեզուն է, որ յուրաքանչյուր ազգ եւ լեզվաընտանիք այսպես հասկանում է։ Իհարկե, շատ ճիշտ ասացիք։ Հենց նրանով է տարբերում երաժշտությունը ցանկացած լեզվից, որ այն հասկանում են բոլորը եւ ավելին ասեմ, ավելի հետաքրքիր է այլ ազգի ներկայացուցիչներին, հա, այլ ժողովուրդներին լսել այլ ազգի ուրեմն երաժշտությունը, որը իրանց համար միշտ նորություն է, միշտ հարմություն է, իհարկե։ Արչելո փառատոնի մասին խոսեցինք, որը առաջին անգամ է Հայաստանում լինելու, բայց միջազգային փառատոն է։ Լիաննան կարծես թե մասնակցելու է փառատոնին։ Այո, ես մասնակցելու եմ եւ կհնչի իմ հայրիկի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործություններից մեկը, որը նա նոր է գրել 4 թավջութակի եւ Լարայի նվագախմբի համար։ Այդպիսով մենակատարները կլինեն իմ պրոֆեսորը Շվեյցարիայից Դենիս Սևերինը, ինչպես նաեւ Դրագան Ջորջևիչը, Ռազվան Սուման, ռումինացի եւ ես էլ բնականաբար կնվագենք Երևանում, ինչպես նաեւ Թբիլիսիում, ելույթ կունենանք այդպես։ Այնց համար շատ հետաքրքիր է, կարծես թե շատ մեծ պատասխանատվություն է կատարել հայրիկի ստեղծագործությունները։ Ինչ զգացողություններ ունեք, երբ կատարում եք ձեր հայրիկի ստեղծագործությունը այդքան մեծ։ Այո, հատկապես պրոֆեսորի հետ դա լինելու իմ առաջին անգամը։
որ ես իմ պրոֆեսորի հետ եմ նվագելու մեկ բեմի վրա, հատկապես իմ հայրիկի ստեղծագործությունները եւ վստահ եմ, որ շատ ոգևորված եմ լինելու եւ անհամբեր սպասում եմ այդ համերգին եւ ընդհանրապես, երբ ես կատարում եմ հայրիկի ստեղծագործությունները, համերգից առաջ մեկ ուրիշ զգացողություն է, մեկ ուրիշ հաճույք եմ ես ստանում, երբ որ ես հասկանում եմ, որ ներկայացնելու եմ իմ հայրիկի ստեղծագործությունը, այո, դա շատ մեծ հաճույք է։ Իսկ Վիկտորիան ջութակահարուհի է։ Այո։ Ինչ ընթացք է ձեզ մոտ, ինչ համերգների կամ մրցույթների, փառատոների եք դուք մասնակցում այս շրջանում։ Հա, իմ մոտ էլ շատ հետաքրքիր ընդհանրապես կյանքի ճանապարհ է։ Ես ունենալու եմ համերգներ Սլովենիայում, նաև Շվեյցարիայում, նվագելու եմ նույնպես իմ հայրիկի ստեղծագործությունները, որն նա գրել է ինձ համար։ Նաև ես ստեղծագործում եմ եւ մասնակցելու ենք մենք մեր ինքնիրիկի հետ մասնակցելու ենք Միրզանյան պատանի կոմպոզիտորների մրցույթին, որ իմ ամենասիրելի մրցույթ։ Այո, իմն էլ։ Գիտեք, իմ հարցը երևի թե նույնը կլինի։ Վիկտորիա, ձեր մոտ ինչ զգացողություն է, երբ կատարում եք հայրիկի ստեղծագործությունը, այն էլ գրված ձեր համար հատուկ։ Այ, դա մեծ հաճույք է։ Իհարկե, հայրիկի ստեղծագործությունը նվագել, քանի որ դե հայրիկի հետ մենք ոնց որ արյունով էլ մոտիկ ենք, ես ավելի հեշտ եմ ասում։ Ավելի հեշտ եմ հասկանում նրա։ Աղջիկներ խոստովան եք հայրիկն է ստիպել, որ ընտրեք երաժշտական ուղին։ Արդեն այսքան մեծ հաջողությունների եք հասել, բայց ի սկզբանե դժվար չի տրվել։ Ոչ, ես 3 տարեկանից իմացել եմ, որ լինելու եմ երաժիշտ, քանի որ ծնվել եմ դե երաժիշտների ընտանիքում եւ միշտ երաժշտությունը ինձ գրկել է ինձ եւ քույրիկիս, ու մենք միշտ իմացել ենք, որ երաժիշտ ենք լինելու, ես իմացել եմ, որ թավջութակար եմ լինելու եւ այդպես 4 տարեկանից միշտ անկասկած շարունակել եմ իմ ճանապարհը։ Բայց 3-4 տարեկանում որևէ երաժշտական գործիքի ընտրություն անելը կարծում եմ այդքան էլ հեշտ չէ։ Արդյոք դուք ուղղորդել եք աղջիկներին կախված իրենց բնավորությունից, տեսակներից, որովհետև մեկը թավջութակահարուհի, մյուսը ջութակահարուհի, ինչով էր պայմանավորված երաժշտական գործիքների ընտրությունը աղջիկների համար։ Դե Լիանայի համար դա շատ բնական էր, որովհետև ինքը հենց փոքր ժամանակվանից սիրում էր ներքևի ցածր ձայներ, այսինքն ներքևի բաս գիտար, բասեր, ինչ կապված է բասերի հետ եւ բնականաբար ամենամոտ ինչ հնարավոր էր երեխային տալ, դա թավջութակն էր, որպես ցածր գործիք, իսկ Վիկտորիան ինքը շատ բազմակողմանի աղջիկ է, ինքը եւ ստեղծագործում է, անցած տարի կատարվեց իր ստեղծագործությունը Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, տեսահոլովակ նկարվեց իր ստեղծագործությամբ եւ նաեւ ինքը շատ է սիրում դաշնամուր նվագել եւ ջութակը նաեւ նվագել է կլարնետ է նվագել ժամանակին, նվագել է ալտել է նվագել, այո, այսինքն ինքը շատ sense բազմակողմանի հետաքրքրություններ ունի երաժշտության մեջ եւ հենց վերջերս արդեն կենտրոնացել է հենց ջութակի վրա, շատ մեծ ոգևորությամբ ու շատ մեծ քայլերով առաջ է գնում, որը շատ ուրախալի է իսկապես ինձ համար։ Այո։ Գիտես, Հասմիկ, ես հարցեցի իհարկե աղջիկներին, թե ինչպիսի զգացողություններ նրանք ունեն, երբ նրանք կատարում են իրենց հայրիկի ստեղծագործություն, բայց ես չհասցրեցի եւ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ զգացողություն է հայրիկի մոտ, կոմպոզիտորի մոտ։ Պարոն Ուլիխանյան, ձեր մոտ ինչ զգացողություն է եւ ձեր երեխաները նվագում են ձեր ստեղծագործությունները։ Ամենա ուրեմն երջանիկ զգացողություններ են իսկապես ինձ համար ավելի մեծ հաճույք է երբ նվագում են իմ երեխաները իմ գործերը, քան ասենք եթե դա նվագեին, ասենք ամենաաշխարհարչակ, ասենք կատարողները իսկապես։ Կամ երբ պրոֆեսորն է նվագում։ Իսկ երազանք եղել է, որ օրինակ երեխաներս մեծանան, կատարեն իմ ստեղծագործությունները, այդպես ինչ որ երազանք եղել է։ Դե Թաքուն պահած։ հա, մի տենց երազանք որպես երևի չէ, բայց ցանկություն եղել է ու տենց շատ չէ, չգիտեմ։ Միգուցե չեմ հիշում, կարող է։ Լավ, պարոն Ուլիխանյանին մենք գիտենք որպես կոմպոզիտոր, նրա ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, նաև աշխարհում ու միջազգային մակարդակում տեսնում ենք ամբողջ փայլ ու շքեղությունը ստեղծագործությունների, բայց ինչպիսին է նա տանը։ Փոքր պատմեք, թե ինչպիսի հայրիկ է ձեզ համար։ Վտանգավոր հարց է։ Շատ լավ հայրիկ է, բարի, մեզ միշտ Խիստ չէ։ ահագին։ Նայած Կարծես թե Լիանան ուրիշ կարծիքի է, հա, թե չէ։ նայած ինչ հարցերում իրականում։ Օրինակ ինչ հարցերում է հայրիկը ամենախիստը եւ հակառակը, որ հարցերում է, որ նա ավելի հագիստ է, օրինակ, դե գիտես, եթե կլարնետը չէ սովորել ոչինչ, ջութակն է նվագի, օրինակ։
Հա, իհարկե, այդ առումով մենք Իսկ որ հարցումը խիստ։ նախիստ է ավելի շատ ժամանակի հարցում։ Միշտ փոքրուց մեզ մոտ եղել է այդ ճիշտ օգտագործել մեր ժամանակը ունեցած ու այդ ժամանակի հարցում հենց նա խիստ է։ Այո, որպես մենք ճիշտ օգտագործենք մեր ժամանակը։ Ուղղակի չծախսենք մեր ժամանակը։ Իսկ ընդհանուր առմամբ ինքը շատ բարի հայրիկ է, մի շատ ուրախացնում է։ Զարմացավ հայրիկը։ Եթե չէ ասեց ձեր մոտ։ Չէ, ոստովանություն էր։ Շատ լավ, եկեք խոսենք պրեմիերաներից եւ ձեր առհասարակ գործունեությունից մոտակա 26 թվականի համար նախատեսված։ Դե ես արդեն ասեցի, ինձ մոտ այդքանն է պլանավորված դեռ, ուրեմն նաև շատ կարևոր բաներ ինձ համար տեղի ունեցել, որը ավարտեցինք ձայնագրությունը Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ մեծակտավ ստեղծագործության սիմֆոնիայի, որը կոչվում է Հայկական սիմֆոնիկ պարեր։ Շատ եմ սիրում այդ նվագախումբը, համագործակցում ենք արդեն 10 տարի երևի Սերգեյ Սմբատյանի եւ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի հետ սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մեծ մասի ընկերներն են եւ շատ հաջող ձևով ձայնագրվեց այդ իմ ստեղծագործությունը, որի համար ես շատ շնորհակալ եմ նվագախմբին եւ Սերգեյ Սմբատյանին։ Իսկ երբ կարող ենք մենք լսել։ Դե հիմա պետք է թողարկվի այդ ձայնագրություն, դեռ նոր ձայնագրել ենք, դեռ պետք է միքսի փուլը անցնի վերջնական, այսինքն եւ հետո պետք է թողարկվի, դեռ չգիտեմ երբ, դա արդեն հա իրեն գիտեն։ Ձեր առաջին համագործակցությունը չէր փաստորեն։ Ոչ, ես արդեն հա 10 տարի է համագործակցում եմ սերտորեն այդ նվագախմբի հետ մեծ հաճույքով։ Իսկ քանի ստեղծագործություն են հասցրել կատարել ձեր իրացներից եւ քանիսն են ձայնագրվել։ Շատ բազմազան ձևով ենք մենք համագործակցում, ես շատ անում եմ մշակումներ տարբեր տարբեր պրոյեկտների, շատ հետաքրքիր մտահղացումների, որ նվագախումբը ձեռնարկում է, սկսած Symphonic Jackson-ից, որը քանի անգամ հնչել է եւ նաեւ հիմա այս մարտի 20-ին լինելու է Symphonic Folk ծրագիրը, Սերուժ Բաղդասարյանի ուրեմն եւ իմ գործիքավորմամբ այսպես Սերուժ Բաղդասարյանի մտահղացումը, որ ազգային մեր ուրեմն պարերը երկերը վերածել տենց լայն հնչողության եւ նաեւ իմ գործիքավորման, որը տեղի ունենալու մարտի 20-ին։ Եթե վերադառնանք փառատոնին, թավջութակարների, հասկանանք, քանի երկրից են մասնակիցները, որ երկրից են գալու Հայաստան, եւ արդյոք սրանից առաջ որևէ այլ թավջութակահարների մրցույթ եղել է Հայաստանում, թե ոչ։ Դե թավջութակարների մրցույթ որպես դա Արամ Խաչատրյանի անվան մրցույթն է, որը նույնպես կազմակերպում է Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը, որը կայանալու է մոտակա այսինքն ամիսներին, իսկ Արչելոն դա փառատոն է, դա մրցույթ չէ, եւ այդ փառատոնի շրջանակներում նաեւ տրվելու են վարպետաց դասեր մեր հայ երեխաներին, հայ թավջութակարներին այստեղ, որը շատ կարեւոր է, որովհետեւ շատ լավ դասատուներ են գալու 4 դասատու, թե 3 4 դասատու, թե 3 դասատու։ Կարծեմ, հա, թե 4 դասատու։ Չէ, այո։ Ռումինիայից, Շվեյցարիայից, այդպես այո։ Հա, եւ Ռումինիայից, այո, Ռազվանն է լինելու։ Ռազվան Սուման, այո։ Դրագան Ջորջևիչը։ Բուլղարիայից Դրագան։ Ոչ, Ռումինիայից։ Նույնպես Ռումինիայից, այո, հա։ Իսկ քանի օր է տևելու ընդհանուր փառատոնը եւ ինչպես կարող են երեխաները սովորող մասնակցել վարպետաց դասերին։ Փառատոն ես մանրամասները չգիտեմ, դա այդ փառատոնը արվում է համագործակցությամբ մեր երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի եւ այդ ամբողջ օրերի եւ ժամերի այդ ամբողջ ինֆորմացիան իրենց մոտ է, մենք մի քիչ տեղակ չենք, բայց նաեւ պետք է ասեմ, որ այս փառատոնը տեղի ունենալ նաեւ Վրաստանում, Թիֆլիսում, ամսի 1-ին մենք ուրեմն մեկնելու ենք Թիֆլիս եւ Լիանան նույնպես այնտեղ նվագախմբի հետ նաեւ ելույթ է ունենալ որպես մենակատար եւ նվագելու այդ Որժիկի ռոնդոն։ Այո։ Նաեւ այդ իմ ստեղծագործությունը, որը հենց նվիրված է այդ փառատոնին։
Հրաշալի է, Հրաշալի։ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ նորանոր հաջողություններ, թող հայրիկը Շնորհակալություն։ միշտ պարտանալու արդներ ունենա ձեզնով, որովհետև դուք իրենով կարող եք մինչև կյանքի վերջը պարտանալ, բայց նրան թող ձեզնով կարողանա հպարտանալ այնպես, ինչպես այսօր մեր տաղավարում հպարտացավ։ Շնորհակալություն, սիրելի ազգանունով, հիշեցնենք մեր տաղավարում մեր կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը եւ նրա դուստրերը Լիաննա եւ Վիկտորիա Ուլիխանյանները։ Շնորհակալություն այս առօրյա մեզ հետ կիսելու համար, իսկ մենք սիրելի հեռուստադիտող առաջարկում ենք դիտել գովաստ եւ վերադառնալ։